Մեծ ընտրությունը բոլոր հարցերում չէ, որ տալիս է առավելություն։ Ինչի՞ է, որ սովետի ժամանակ բոլոր մասնագետների, վարպետների, արհեստավորների ու ինժեներների գործը մի քանի անգամ ավելի հեշտ է եղել, քան այսօր։ Что? Я говорю, кто не работает, тот ест. Учись, студент. Պատճառը փոքր ընտրության հնարավորության կամ դրա բացակայության մեջ է եղել։ Պատկերը նույնն է նաև կահույքի հարցում։ Եթե ժամանակին տան վերանորոգումը եւ կահույքի ընտրությունը մի քանի տարբերակի մեջ էր, այժմ մատերիալի եւ մեխանիզմների ընտրությունը կարող է հասնել մի քանի 100 տարբերակի։ Հաճախ նույն կաղնու կամ ընկուզենու փայտի երանգների միջև լինում է այնքան մեծ նմանությամբ մի քանի տարբեր մատերիալների ընտրություն, որ հաճախորդները միայն մատերիալի ընտրության վրա ծախսում են ավելի մեծ ժամանակ, քան կահույքագործը ամբողջական կահույքը պատրաստելու վրա։ Հաճախ հանդիպող խնդիր է նաև լինում, երբ նույն մատերիալը տարբեր խմբականակների ժամանակ ունենում է երանգային տարբերություններ։ Լավ չէր սովետի ժամանակ։ Վերջին տարիներին տարածված խնդիր է դարձել նաև այն, որ մարդիկ մատերիալի ընտրությունը կատարում են էկրանից տեսնելով, բայց իրականում այն ունենում է այլ գույն։ Անգամ երկու տարբեր էկրանների վրա այդ նույն երանգը կարող է ունենալ տարբեր տեսք։ Իսկ խորհրդային միության ժամանակ կահույքի մասին ինֆորմացիան տեսնում են ոչ թե էկրանների վրա, այլ հարևանի կամ բարեկամի տանը։